Ողջույն Նարեկ ջան, ինչն է պատճառը, որ ընդդիմադիր ուժերը չեն աշխատում քաղաքբանտարկյալների թեմայով։ Քաղաքագիտական տեսակետից իմ կարծիքով ակտիվ աշխատանքներ տանելը կարող է միայն քաղաքական դիվիդենդներ բերել, թե կարող է նաև վնասել։ Հասարակության մեծ մասը անգամ կոնկրետ թիվ չգիտի։ Լևոն ջան, նախ ողջույն, շնորհակալություն հարցի համար։ Մենք այս թեմային անդրադարձել ենք։ Ինչի չեն անումը չգիտեմ, ինչն է պատճառը չգիտեմ, ես անկեղծ չեմ հասկանում, դա իրանց գործն է, ես ասել եմ, որ դա մեծագույն սխալ է, ես ասել եմ, որ դա ոչ միայն մեծագույն սխալ է, այլև վատ տեղ է տանում եւ այդ ձեր վերջի պնդումը, որ հասարակության մեծ մասը անգամ կոնկրետ թիվ չգիտի, ես է կոնկրետ թիվ չգիտեմ, ամենալավ քաղաքական հմուտ գործիչները անգամ կոնկրետ թիվ չգիտեն, ասում են մինչև 33 եւ ավելի, չգիտեմ, ասես թվեր է շրջանառվում, անուններ չկան, նկարներ չկան, պատկերացումներ չկան, աշխատանք չկա տարվող քաղաքական տեսանկյունից, չգիտեմ, ես վստահ չեմ, որ մենակ դիվիդենդներ է բերում, եթե դիվիդենդներ մենակ բերեր, հավատացեք, բոլոր քաղաքական ուժերը այդ կանեին, հատկապես այն քաղաքական ուժերը, ովքեր դիվիդենդի համար անգամ պատրաստ են պատմություն կեղծել ընդդիմադիր քաղաքական ուժերի մասին է խոսքը, ես կարծում եմ, որ վնասել չգիտեմ, բայց մարդիկ կան, որոնք մի բլոկ կա, որը ամբողջությամբ պատրաստվում է ընտրությունների, մենք տեսանք անգամ այդ բլոկի հիմնական գործիչներից երկրորդ նախագահը, այդ բլոկի մեջ արկա ուժերից մեկի առաջնորդը, մարդը ասում է, որ Նիկոլի շանսերը ընտրվելու զրոյական են, ձգտում են զրոյական էլ, ասենց ասենք։ Չգիտեմ, մարդիկ երևի վստահ են, որ Նիկոլես ընտրություններով գնալու, անենց ոնց որ վստահ են 21 թվականին, դրա համար ուզում են իրանց ուժերը խնայեն, պահեն իրանց ուժերը, որպեսզի խնայեն եւ ընտրություններով հաղթեն Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ Նիկոլի վերընտրվելու այս շանսերը ձգտում են զրոյականի։ Գնացինք